Paris. Արևը մայր է մտնում և Գանգեսի ափերը ողողվում են արևի լույսով։ Աշխարհը լռում է, քամին իր հետ բերում է Հիմալայան լեռների խաղաղությունը։ Թվում է այլևս հնարավոր չէ վերադառնալ կյանքի նախկին ռիթմին, սակայն հաջորդ քայլափոխին ձեզ սպասվում են նոր զգացողություններ, գույների շքերթ, երաժշտություն, պարեր, խաղեր, խենթություն ու անսահման զվարճություն։ Ճանապարհին կարող եք հայտնվել այնպիսի մի վայրում, որտեղ ժամանակը կանգ է առել, կամ գուցե երբեք էլ չի շարժվել։ Արմավիա ավիաընկերության Երևան-Դելլի-Երևան օդային ուղով իրականացվող կանոնավոր չվերթի շնորհիվ դուք կարող եք ընդամենը 4.5 ժամվա ընթացքում հայտնվել այս կախարդական վայրում։ Չվերթներն իրականացվում են շաբաթական 1 անգամ, 3-շաբթի օրերին, Airbus տեսակի հարմարավետ ժամանակակից օդանավերով։ Դելլի հասնում ենք գիշերը, երբ վայրեջք են կատարում, այն ասես բոցկլտացող լույսերի անծայրածիր օվկիանոս լինի, որքան որ հնարավոր է տեսնել աչքով։ Ահա և Ինդերա Գանդիի անվան միջազգային օդանավակայանը։ Այն Հարավային Ասիայի ամենածանրաբեռնված օդանավակայանն է, որը յուրաքանչյուր տարի հաշվառում է մոտ 20 միլիոն ուղևորների։ Օդանավակայանը հսկայական է, սակայն շատ հարմարավետ։ Նման զգացողության հիմնական պատճառը գորգերն են, որոնցով պատված է օդանավակայանի գրեթե ողջ հատակը։ Ընդհանրապես, Հնդկաստանի որ մասում էլ որ լինեք, տեղացիները անպայման հատուկ հետաքրքրություն կցուցաբերեն ձեր հանդեպ։ Կողջունեն տարօրինակ անգլերենով, հարցուփորձ կանեն ձեր ընտանիքի և ծագման մասին, կխնդրեն լուսանկարվել միասին։ Դուք հյուր եք իրենց կյանքում, իսկ հնագույն լեգենդն ասում է, որ աստվածներից յուրաքանչյուրը հյուրի կերպարանքով, յուրաքանչյուր պահի կարող է իջնել երկիր։ Վերադառնալով տուն, դուք անպայման կզգաք այդ անմիջական ուշադրության բարի ժպիտի պակասը։ Կկարոտեք այդ զարմանալի երկիրը։ Ուստի աշխատեք վայելել այս մեծագույն հաճույքը։ Հնդկաստանի հակասականությունը կայանում է նրանում, որ այն երբեք այնպիսին չի լինում, ինչպիսին տրամադրված են տեսնել նրան այցելուները։ Այն մի երկիր է, որտեղ բնակիչները իրենց տան պատերը որպես երջանկության նշան պատում են կովի չորացած թրիքով, իսկ տանիքներին կանգնեցված են արբանյակային ալեհավաքներ։ Հնդկաստանն ասես ներթափանցում է ձեր ներաշխար և ձեզ յուրահատուկ հնարավորություն տալիս ընկղմվել ձեր ինքնագիտակցության օվկիանոսի մեջ, ավելի լավ հասկանալ ինքներդ ձեզ և ձեզ շրջապատող աշխարհը։ Յուրաքանչյուր տպավորություն, յուրաքանչյուր ձայն, յուրաքանչյուր բույր անընդհատ հիշեցնում են, որ դուք կախարդական վայրում եք, որը խստորեն տարբերվում է մնացած աշխարհից։ Հենց այստեղ է տղամարդու սերը դեպի կինը ծնել Թաջ Մահալը։ Այստեղով են հոսում սրբազան Գանգեսի ջրերը, լուռ ու վեհանձն ձգվում են Հիմալայինները։ Այստեղ ձեզ է սպասվում շփումը 5000 տարի ունեցող պատմության և մշակույթի հետ։ Հնդկաստանի բոլոր տարբերությունները հստակ արտահայտվում են մայրաքաղաքում։ Ջինսե հագուստով երիտասարդությունից մինչև ազգային տարազ կրողները, եզներին լծած սայլերից մինչև նորագույն մեքենաները։ Մեծ են տպավորություններն ուղղակի փողոցն անցնելիս։ Երթևեկությունը ձախակողմյան, մեքենաները շարժվում են ինչպես ցանկանում են, այդ պատճառով էլ ամեն տեղից ազդանշանների աղմուկ է լսվում։ Հետիոտները, սակայն, չեն զիջում վարորդներին։ Նրանք ուղղակի փորձում են անցնել փողոցի միջնամասով։ Այս ողջ պատկերին գումարեք նաև հենց քաղաքի կենտրոնում ծառերի վրա թռչկոտող կապիկներին, որոնց փողոցով քայլելիս կարելի է հյուրասիրել, ասենք, կոնֆետ կամ որևէ այլ քաղցրավենիք։ Համոզված եղեք, կապիկները ձեզ շատ շնորհակալ կլինեն։ Չմոռանանք նաև
Հնդկաստանում սուրբ համարվող գովերին, որոնք մեծագույն հանգստությամբ ճեմում են մայրաքաղաքի փողոցներով կամ ուղղակի ննջում են որևէ հարմարավետ վայրում, ասենք հենց փողոցի մեջտեղում։ Հավատացեք, որևէ հնդիկ իրեն թույլ չի տա երբևէ խանգարել նրանց անդորրը։ Դելիում ոչ այնքան մեծ տարածություններ անցնելու համար կարող եք վարձել ռիկշա։ Այն փոքրիկ եռանիվ մեքենա է, որի ղեկին նստում է վարորդը, իսկ հետևում 1 կամ 2 ուղևոր։ Այսպիսի տաքսիներն այստեղ հսկայական քանակությամբ են հանդիպում։ Նույնիսկ փնտրել պետք չէ։ Նրանք իրենք կհայտնվեն ձեր կողքին։ Գինը պետք է նախօրոք պայմանավորվել։ Մի զլացեք սակարկել եւ գինն անպայման կիչեցնեք։ Միջին 15 րոպե տևող երթևեկությունը արժե մոտ 50 ռուբլի։ Կան նաև հեծանիվ ռիկշաներ, որոնք ավելի էժան են, սակայն ակնհայտ ավելի դանդաղ են, եւ բացի դա, նման երթևեկության պայմաններում բավականին էքստրեմալ։ Ընդհանուր առմամբ, առաջին անգամ Հնդկաստան եկած մարդիկ սկզբում ուղղակի ցնցվում են։ Հնագույն հուշարձաններն այստեղ զարմանալիորեն հարևանում են անթաքույց աղքատության հետ։ Փողոցները լի են մարդկանցով, այստեղ աղմկոտ է եւ բազմամարդ։ Կան մարդիկ, ովքեր բառից բուն իմաստով ապրում են փողոցներում, ճաշ են պատրաստում, հոգում իրենց կարիքները, քնում։ Այդ իսկ պատճառով 1 րոպե դանդաղ զբոսանքի ընթացքում դուք կզգաք սուրճի, բենզինի, թխվածքի, համեմունքների, գորգերի, այրված ուտելիքների հոտը։ Փողոցում հիմնականում տղամարդիկ են հանդիպում, հետաքրքիր են։ Սակայն հագուստով նրանք մոտ են եվրոպացիներին։ Եվրոպացիների պես կրում են բաց գույնի վերնաշապիկ եւ մուգ տաբատներ։ Իսկ կանայք կրում են գեղեցիկ սարիներ եւ փենջաբներ։ Հնդկաստանի մայրաքաղաքը Դելլին ձգվում է Յամունա գետի երկայնքով։ Քաղաքն ավերվել եւ կառուցվել է 7 անգամ։ Այն մշտապես եղել է կայսրերի, արքաների եւ նվաճողների ուշադրության կենտրոնում որպես դարպաս, որից հետո կարելի է նվաճել մոլորակի ամենահետաքրքիր խճանկարներից մեկը՝ Հնդկաստանը։ Աշխարհի ամենախիտ բնակեցված մեգապոլիսների ցանկում Դելլին 8-րդն է։ Այն դասական քաղաք է, որտեղ բարձրահարկ շենքեր այնքան էլ շատ չեն։ Դրանք մեծամասամբ չեն գերազանցում 5 հարկը։ Այստեղ է միախառնվում 2 մեծ հոսանք՝ հինն ու նորը։ Հին Դելլին իր շուկայի երփներանգությամբ եւ համեմատաբար վերջերս կառուցված շքեղ նոր Դելլին։ Հենց նոր Դելլիում են գտնվում Դելլիի հանրահայտ դարպասները։ Դարպասների տպավորիչ գաղութային ճարտարապետությունը ժամանակակից Դելլիի սիմվոլն է։ Քարե գեղեցիկ կամարը կառուցվել է բրիտանացիների կողմից, առաջին համաշխարհային պատերազմում զոհված հնդիկ զինվորների հիշատակին։ Կամարի տակ վառվում է հավերժական կրակը։ Դարպասների ողջ պարագծով փորագրված են ավելի քան 90,000 հնդիկ զինվորների անուններ։ 1971 թվականին հնդապակիստանյան երրորդ պատերազմի ավարտին Ինդիրա Գանդին դարպասների մոտ տեղադրեց անհայտ զինվորի գերեզմանը, որտեղ ծաղկեպսակներ դնելու արարողությունը մտնում է արտասահմանյան երկրների ղեկավարների պետական այցերի ծրագրերի մեջ։ Ավելի լավ կլինի, եթե դուք այստեղ հասնեք առավոտյան, երբ դարպասների շրջակայքը մարդաշատ է։ Անցեք հրապարակի երկայնքով, որի վրա վեր է խոյանում դարպասների կամարը, ապա կանգ առեք փոքրիկ երեխաներով լի շատրվանների մոտ։ Վայելեք զողությունը։ Մայրաքաղաքի կենտրոնում գտնվող այս յուրահատուկ վայրը կարող է մեկնակետ հանդիսանալ Հնդկաստանով ձեր ճանապարհորդության համար։ Դելհի դարպասների մոտից բացվում է նախագահական պալատի ամենադիտարժան տեսարանը։ Նախագահի նստավայրը Հնդկաստանի կարևորագույն քաղաքական շինություններից է, որն իր պատերի ներսում ընդունել է աշխարհի ամենաազդեցիկ եւ ճանաչված մարդկանց։ Դիտարկել նախագահական պալատը ներսից ձեզ չի հաջողվի, քանի որ այն մասնավոր սեփականություն է։ Սակայն դուք կարող եք հիանալ պալատի արևմտյան կողմում գտնվող այգիներով, որոնք բաց են այցելուների համար ողջ փետրվար ամսվա ընթացքում։ Չմոռանամ ասել նաև,
որ Դելիում կա հայկական փողոց, որը կոչվում է Armenia Street։ Այստեղ է գտնվում Հնդկաստանում Հայաստանի դեսպանատունը։ Հնդկաստանի մասին կարելի է պատմել անվերջ, բայց փորձենք կանգ առնել թերևս ամենակարևորի վրա, որոնք թույլ կտան ձեզ հասկանալ, թե որքան բազմաշերտ է հնդկական մշակույթը։ Կարմիր ամրոց։ Այն գտնվում է արդեն հին Դելիում և անվան համար պարտական է կարմիր ավազին, որից շաղաղվել են նրա պատերը։ Այդ պատերը նախատեսված են եղել ասպատակողներին ներս չթողնելու համար, սակայն այսօր դրանք հանդիսանում են քաղաքի խառնաշփոթից և աղմուկից իր ներսում գտնվող զբոսայգիները պաշտպանելու միջոց։ Բազմաթիվ պալատների և ընդունելությունների սրահների համար օգտագործվել են ազնվագույն նյութեր։ Տարիներ հետո շատ գանձեր են անհետացել, որոշ շինություններ քանդվել են, սակայն այն, ինչ մնացել է, խոսուն վկայությունն է մեծ մոնղոլական կայսրության մասին։ Կնոջ մահից հետո, որի պատվին Շահ Ջահանը կառուցել էր Թաջ Մահալը, նա ցանկանում է իր կայսերական նստավայրը տեղափոխել Դելլի, ավելի ճիշտ նոր քաղաք Շահ Ջահանաբադ անվանմամբ։ Այնտեղ էլ նա կառուցեց Կարմիր քաղաքը, որպես իր կայսրության քաղաք։ Այս վայրի պատմական նշանակությունը կայանում է նրանում նաև, որ 1947 թվականին այստեղ իջեցվեց անգլիական դրոշը և բարձրացավ անկախ Հնդկաստանինը։ Ամեն երեկո Կարմիր ամրոցում կազմակերպվում է լույսաձայնային բեմադրություն։ Լռության և հրաշագեղ պատկերների ներքո հանդիսատեսի առջև վեր են հառնում Դելիի մասին պատմող լեգենդներ, քաղաքի պատմությունից ընտրված դրվագներ, ընդհուպ մինչև Հնդկաստանի անկախացումը։ Ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ բեմադրությունը հագեցած է նաև հատուկ էֆեկտներով։ Այն տևում է 1 ժամ։ To commemorate the building of this citadel, the fort will be known as Qila'e Mualla. Հավատացեք, արդյունքում դուք կունենաք անմոռանալի տպավորություններ։ Կարմիր ամրոցից հին է Փուրհանա Քիլան, հին ամրոցը։ Այն կառուցվել է մոնղոլների կառավարման հենց սկզբում։ Հայտնի է, որ 1545 թվականից հետո արդեն մոնղոլների երկրորդ կայսրը Հումայունը վերակառուցել է ամրոցը։ Ուստի ենթադրվում է, որ Փուրհանա Քիլան կառուցվել է 10-ից 12-րդ դարերում, բայց հնդիկները հավատացած են, որ մինչ այդ այստեղ եղել է կիսադիցաբանական թագավորների Փանդավների մայրաքաղաքը։ Եթե մոնղոլների կողմից կառուցված այլ ամրոցներ կրում են զուտ դեկորատիվ բնույթ, ապա Փուրհանա Քիլան ավելի շուտ պաշտպանական բնույթի է։ Հումայուն կայսրը կառուցել է կուռ ու վստահելի ամրոց, որի պատերի հաստությունը առանձին տեղերում հասնում է 15 մետրի, իսկ բարձրությունը 18-ի։ Ցավոք, այս հնավուրց շինությունն այլ կառույցներից առավել վատ է պահպանվել։ Այժմ ամրոցի ներսում կանգնած է ընդամենը 2 շինություն։ Մեկը մզկիթ, մյուսը գրադարան։ Գեղեցիկ աշտարակը, որ Հումայունն օգտագործել է որպես գրադարան, դարձել է մոնղոլների հետագա շինությունների համար օրինակ։ Գրադարանը ողբերգական դեր է ունեցել կայսրի համար։ Բարձրանալով աշտարակի աստիճաններով Հումայունը սայթաքել է և կորցրել հավասարակշռությունը։ Այդպես կյանքից հեռացել է մեծ մոնղոլների դինաստիայի երկրորդ կայսրը։ Հենց այս կայսր Հումայունի դամբարանն է Դելիում, որն անվանում են հանրահայտ Թաջ Մահալի նախատիպը։ Այս դամբարանը կառուցվել է նրա առաջին կնոջ կողմից 16-րդ դարի կեսին։ Այգով շրջապատված շինությունը սպիտակ մարմարից է և կարմիր ավազից, բարձր կամարաձև մուտքերով։ Այս հսկա հուշարձանի փայլը միանգամից գրավում է 2 հսկա դարպասներով ներս մտնելիս։ Պարզ, սակայն միևնույն ժամանակ զարգացած տեխնիկական հմտությամբ պատրաստված շատրվանն ավելի տպավորիչ է դարձնում այգու գեղեցկությունը։ Հումայունի դամբարանն իրենից ներկայացնում է հնագույն մոնղոլական ճարտարապետության նմուշ։ Այն երկհարկանի դամբարան է և կանգնած է մինչև 7 մետր բարձրությամբ հիմքի վրա։
Դամբարանն ավարտվում է, ասես, կշիռ չունեցող սպիտակ մարմարից պատրաստված գմբեթով։ Հին Հնդկաստանում գիտելիքը համարվել է բարձրագույն արժեք։ Գիտելիք կրողները հարգվել են ու մեծարվել։ Զարգացել են հատկապես բնական գիտությունները, աստղագիտությունն ու մաթեմատիկան։ Դեռևս մեր թվարկությունից առաջ առաջին հազարամյակում կատարվել են արեգակի և լուսնի շարժման կարևոր դիտարկումներ։ Հնդիկ գիտնականները բարձր են գնահատվել արաբական և պարսկական երկրներում։ Ուստի զարմանալի չէ, որ 1725 թվականին կառուցված աստղադիտարանում հնդիկները պատի արևի ժամացույցի միջոցով կարողացել են որոշել ժամանակը, կազմել են արևային և լուսնային օրացույցներ, հաշվարկել աստղաբանական կանխատեսումների և այն ժամանակների համար զարմանալի ճշգրտությամբ։ Ջանտար մանտար։ Սա 5 աստղադիտարաններից մեկն է, որոնք կառուցվել են Ջան Սինգ Մահարաջայի կողմից։ Այն հսկայական շինություն է հարուստ, կարմիր և սպիտակ քարերով։ Աստղադիտարանում պահպանվում են գործիքներ, որոնք հանդիսանում են միջնադարյան աստղագիտական արվեստի գլուխգործոցներ։ Դրանց օգնությամբ հետևել են երկնային մարմինների տեղաշարժին և կանխագուշակել խավարումները։ Շինության արտաքին տեսքում գերիշխում են հսկայական արևային ժամացույցները, որոնք հայտնի են որպես թվացույցների թագավոր։ Աստղադիտարանում հնարավոր է եղել հետևել արևի, լուսնի և մոլորակների տեղափոխությանը։ Հին Հնդկաստանի մշակութային ինքնատիպությունը պայմանավորված է նաև կրոնական բազմազանությամբ։ Հնդկաստանում է ձևավորվել համաշխարհային ամենահին կրոնը՝ բուդդայականությունը։ Սակայն ծագելով Հնդկաստանում, այն լքում է նրա սահմաններն ու տարածվում ողջ հեռավոր արևելքում։ Այստեղից էլ համաշխարհային մտքի գանձարանում հայտնվում է հետևյալ ասույթը՝ իմաստունն իր հայրենիքում պատիվ չունի։ Այսօր Հնդկաստանի բնակչության 80%-ից ավելին հինդուականություն է դավանում։ Կրոնական այս բազմազանության մեջ իր հաստատուն տեղն ունի նաև 10-րդ դարի վերջին Հնդկաստան ներթափանցած իսլամը։ Ուստի հինդուական, բուդդայական, քրիստոնեական ապշեցուցիչ հուշարձանների կողքին վեր են հառնում նաև անսահման գեղեցիկ իսլամական մինարեթներ, աշտարակներ ու մզկիթներ։ Ճարտարապետական մարգարիտներից է մինարեթ Քուդուբ մինարը, որը կոչում են Դելլիի սիմվոլ։ Աղյուսներից թրծված այս մինարեթի բարձրությունը հասնում է 72 մետրի։ Այն միջնադարյան հինդո-իսլամական ճարտարապետության յուրահատուկ հուշարձան է։ Աշտարակը կառուցող վարպետներին հաջողվել է ստեղծել առանձնահատուկ մի հուշարձան, որտեղ միաձուլվել են իսլամական և հնադարյան հինդուիստական ավանդույթները։ Այդ իսկ պատճառով Քութուբ մինարն ակնհայտորեն տարբերվում է իսլամական ավանդական մյուս մինարեթներից։ 24 նիստեր բաժանում են աշտարակն ըստ ուղղահայացի։ Տարբեր տրամագծերով ճոխ զարդարված 4 պատշգամբներն իրենց հերթին բաժանում են մինարեթը մի քանի հարկերի։ Ճարտարապետական այս շքեղությունը վաղուց ի վեր դարձել է հետազոտողների վեճի առարկա, թե որն է եղել մինարեթի գործնական նշանակությունը։ Շատերը համարում են, որ այն կառուցվել է ոչ միայն որպես մուեձինի հավատացյալներին աղոթքի կանչելու աշտարակ, այլև որպես հաղթանակի հուշասյուն, ցուցադրելու համար իսլամի ուժը։ Մինարեթը գտնվում է ամենահին հնդկական մզկիթի տարածքում, որը կոչվում է Քուվաթուլ Իսլամ, թարգմանաբար նշանակում է իսլամի ուժ։ Այն կառուցվել է մուսուլմանական տիրակալների կողմից 12-րդ դարի սկզբում մի վայրում, որտեղ հարյուրամյակներ ի վեր կանգնած են եղել բազմաթիվ հինդուիստական պաշտամունքի հուշարձաններ և նույնիսկ Վիշու Աստծո տաճարը։ Սակայն մուսուլմանները չեն ավերել այդ կառույցները հիմնովին, այլ ճարտարապետական այդ կոթողները վեր են ածել մզկիթների։ Այդ իսկ պատճառով այստեղ դուք կարող եք ականատես լինել քաղաքակրթությունների և կրոնների յուրահատուկ միաձուլմանը, պահպանված պատերի և սյուների վրա հայտնաբերելով միաժամանակ ինչպես հատվածներ Ղուրանից, այնպես էլ հինդուիզմին բնորոշ կենդանիների և մարդկանց պատկերներ։ Զբոսնելով այս վայրում տպավորություն է ստեղծվում, որ շինարարությունը ղեկավարող իսլամի ջատագովներին չէր մտահոգում այն փաստը, որ մուսուլմանական տաճարում հայտնվում են հինդուիստական պատկերներ։
1311 թվականին Ալաուդդին Խիլջի սուլթանը մզկիթի մոտ կառուցեց Ալլահի դարպասները։ Դրա դիմաց նույն թվականին սուլթանը սկսեց կառուցել Ալայի մինարի աշտարակը, որի բարձրությունը 2 անգամ պետք է գերազանցեր Քութուբ մինարինը, սակայն Ալաուդդինի մահից հետո աշխատանքները դադարեցվեցին եւ աշտարակն այդպես էլ կիսատ մնաց։ Քութուբ մինարից մոտ 4 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում Չաթարպուր տաճարը, որը մայրաքաղաքի ամենամեծ եւ հանրաճանաչ հինդուիստական տաճարներից է։ Այն ամբողջությամբ սպիտակ մարմարից է եւ ներառում է բազմաթիվ տաճարներ նվիրված աստվածներ Շիվային, Գանեշային եւ Ռամային։ Այնուամենայնիվ, Համալիրի գլխավոր աստվածուհին Դուրգան է։ Կառուցված լինելով հարավային Հնդկաստանի ոճով, Համալիրի տարածքը զարդարված է հրաշագեղ այգիներով, որոնք յուրահատուկ հանգստություն են բերում այցելուներին։ Մթնոլորտն այստեղ կրոնական է, մարդիկ անընդմեջ աղոթում են եւ լսում քարոզներ։ Չաթարպուր տաճարն իրապես ճարտարապետական հրաշք է, որի քարերն անգամ ներծծված են պոեզիայով։ Համալիրի հսկայական ծավալները կարող են նույնիսկ վախի զգացողություն առաջացնել։ Ինչպես եւ անցյալում, այսօր էլ մարդկությանը զարմացնում է հին Հնդկաստանի ինքնատիպ մշակույթն իր արժեքային համակարգով, գունագեղ դրսևորումներով ու խոր կրոնափիլիսոփայությամբ։ Միայն Դելիում հաշվում են նմանատիպ բազմաթիվ պատմական հուշարձաններ եւ ճարտարապետական ստեղծագործություններ, որոնցից մեկն էլ Բիրլայի տաճարն է, որն իր անվանումը ստացել է արդյունաբերող Բիրլիի անունից, ում միջոցով էլ տաճարը վերանորոգվել է։ Այն հսկայական վանական կառույց է, Հնդկաստանին հատուկ բոլոր տարրերով, զբոսայգիներով, շատրվաններով, մեծ ու փոքր ամրոցներով, դեկորատիվ զարդաքանդակներով։ Այստեղ հատակների եւ պատերի համար հիմնականում օգտագործվել է սպիտակ ու գունավոր մարմարը։ Կան նաեւ բազմաթիվ արձաններ, զոհաբերության համար նախատեսված շինություններ։ Տաճարը կարևոր վայր է հավատացյալների համար եւ իր մեջ ներառում է կուռքերի սրբապատկերներ։ Հետաքրքրական է, որ Մահաթմա Գանդին, ում երթման արարողությունն անցել է հենց այս տաճարում, նրա մշտական այցելուն էր եւ վերջինիս հաճախ կարելի էր գտնել այս վայրում աղոթելիս։ Երկար ժամանակ Հնդկաստանում հենց տաճարների ձեռքբերում է համարվել բարի արվեստը, սակայն այն բանից հետո, երբ Հնդկաստան ներխուժեցին մուսուլմանները, ում մշակույթում պարը հարեմում մրցակցության ձևերից մեկն էր, հնդկական պարի կրոնականությունը զիջեց պարի էսթետիկային եւ հմտությանը։ Հնդկաստանում պարի արվեստը ծագել է մոտ 5000 տարի առաջ եւ նրա ծագումը կրում է կրոնական բնույթ։ Հնդիկները գտնում են, որ աշխարհը ստեղծվել է պարող աստված Շիվայի կողմից, ով հանդիսացել է երաժշտության ու պարի հովանավորը։ Պարը համարվել է հաղորդակցության յուրահատուկ համր ձև, գործողությունների եւ ժեստերի միջոցով։ Այն մտածողության եւ մարմնի ներդաշնակ շարժում է։ Հին հնդկական տրակտատներից մեկում ասվում է, որ պարողը պետք է երգը հնչեցնի կոկորդով, նրա իմաստը արտահայտի շարժուձևով, տրամադրությունը աչքերով եւ պարի ռիթմը հստակ հարվածի ոտքերով։ Ընդամենը 5000-ամյակի ընթացքում պարի արվեստը Հնդկաստանում հասավ իր զարգացման գագաթնակետին, միաժամանակ հավատարիմ մնալով բոլոր ավանդույթներին։ Հնդկաստանը ծաղիկների, գույների եւ բույրերի երկիր է։ Չնայած դրան, այստեղ գրեթե չեն զբաղվում ծաղկեգործությամբ։ Ուղղակի դրա կարիքը չկա։ Դրա մասին հոգում է բնությունն ինքը, որը չափազանց առատաձեռն է այս հողի հանդեպ։ Վայրի ծաղիկներն ամբողջովին բավարար են հրաշագեղ ծաղկեպսակներ հյուսելու համար, որոնցով զարդարում են աստվածների մատուռները, շենքերն ու տաճարները, տոնակատարությունների, հյուրասիրությունների, ընդունելությունների ժամանակ, հրապարակներն ու կամուրջները, հարսանեկան դահլիճները։ Ինչպես հին ժամանակում, այսօր էլ հնդիկները որպես հարգանքի տուրք ծաղիկներ են նվիրաբերում իրենց աստվածներին։ Երբ հավատացյալները գնում են ամենօրյա աղոթքի, նրանք վերադառնում են ծաղիկով կամ թերթիկով,
որից հետո երկար ժամանակ այդ ծաղիկը կամ թերթիկը չորացրած պահում են իրենց դրամապանակում, որպես հմայի։ Հնդկական ավանդույթի համաձայն թվարկում են 5 աստվածային ծառեր, որոնք զարդարվում են ծաղիկներով։ Սակայն բոլոր ծաղկող ծառերի թփերի գեղեցկությունը խամրում է Հնդկաստանի ամենաթանկարժեք աստղի՝ լոտոսի առջև։ Սակայն Հնդկաստանում լոտոսի ամենամեծ ծաղիկը բացվել է մարդու կամոք և ցանկությամբ։ 1986 թվականին Նոր Դելիում ավարտեցին լոտոսի տաճարը, որը հայտնի է որպես Բահայի տուն։ Շինարարությունը տևեց ավելի քան 8 տարի, որին մասնակցեցին 800 մարդ շինարարներից մինչև ճարտարապետը։ Վերակառուցված տաճարը դարձավ Հնդկաստանի ամենամեծ թվով այցելուներ ընդունող վայրը, քանի որ այն բաց է ողջ մարդկության համար, անկախ դավանանքից, ռասայից, ազգությունից, լեզվից ու համոզմունքներից։ Այն ներսից զուրկ է որևէ որմնանկարից կամ երկրպագության առարկայից, որն առաջին հայացքից օտար է թվում Հնդկաստանի համար։ Սակայն լոտոսի տաճարը յուրօրինակ ձևով է պահպանում հնդկական մշակույթի ավանդույթները։ Այն մեծ խորհրդանշական իմաստ և փիլիսոփայական միտք է արտահայտում։ Լոտոսի նմանվող տաճարն ասես իր խոսքն է հղում յուրաքանչյուրին։ Լոտոսի մաքրությունն իր լռությամբ բարձր տրամադրություն է ստեղծում, վերացնում ցանկացած կրոնական հակամարտություն։ Քարե լոտոսի 27 թերթիկները պատրաստված են սպիտակ բետոնից և հունական մարմարից։ 9 դռները տանում են դեպի տաճարի կենտրոնական սրահը, ինչպես լոտոսի ծաղիկը, վանքը ևս վեր է խոյանում ջրի վրա, նրա շուրջ արհեստական լճեր են ստեղծվել։ Ավարտելով ձեր շրջագայությունը Հնդկաստանի ամրոցներով ու հրաշագեղ տաճարներով, անպայման այցելեք նաև Դելհի ազգային կենդանաբանական այգի, որը գտնվում է հին ամրոցի հարևանությամբ։ Այն կառուցվել է 1959 թվականին և համարվում է Ասիայի ամենամեծ և լավագույն այգիներից մեկը։ Կենդանաբանական այգու տարածքը հսկայական է։ Այն իր մեջ ներառում է թռչունների և կենդանիների բազմաթիվ տեսակներ, որոնք բերվել են աշխարհի գրեթե բոլոր անկյուններից։ Բացի այդ, այստեղ դուք կարող եք տեսնել ավելի քան 200 տեսակի ծառեր և նույնիսկ բաոբաբ, որից Դելիում ընդամենը 4 հատ է։ Կենդանաբանական այգու առաջին հատվածում դուք կարող եք տեսնել շիմպանզեների և սարդանման կապիկների, առյուծների և սպիտակ վագրերի, գետաձիերի և զեբրերի, իսկ արդեն այգու ձախակողմյան հատվածում կարող եք հիանալ այնպիսի կենդանիներով, ինչպիսիք են եղնիկը, եղջերուն, հովազը, լուսանը և սիրամարգը։ Կենդանաբանական այգում կարող եք տեսնել նաև հնդկական և աֆրիկյան փղերի։ Եթե դուք ուզում եք վայելել վայրի բնության գեղեցկությունը, ուրեմն անպայման ժամանակ հատկացրեք Դելիում գտնվող այս դրախտային անկյուն այցելելու համար։ Հնդկաստանն ուղղակի հրաշքների երկիր է։ Այս երկիրն այցելած առաջին եվրոպացիներն ուղղակի ցնցված ու հիացած էին ինքնատիպ բնությամբ, մաշկի մուգ գույնով, հարուստ մշակույթով ու փիլիսոփայությամբ, և իհարկե ճարտարապետության զարմանալի հուշարձաններով, որոնք նման չեն եվրոպացի զբոսաշրջիկների տեսած և ոչ մի բանին, արտասովոր կենդանիների արձանները, հնագույն ամրոցները, որոնք կորսվել են ջունգլիներում և լեռներում, երկրագնդում մի քանի հավատալիքների շինությունները, ժամանակակից շենքերը, որոնք վեր են բարձրացել վերջին մի քանի տասնամյակների ընթացքում Դելիում, ստեղծում են Հնդկաստանի ձեռագործ դիմանկարը։ Սակայն դժվար է պատկերացնել արևելյան քաղաքն առանց շուկայի։ Քաղաքի զբոսաշրջության ամենակարևոր կենտրոնը Փահար-Գանջն է կամ Մեյն բազարը, ինչպես հին Դելին, այնպես էլ Մեյն բազարը իրենից ներկայացնում է միմյանց հետ կապված մի քանի փողոցներ հսկայական առևտրային շարքերով, գրեթե ամենաէժան հյուրանոցներով և խորտկարաններով։ Շուկան հստակ բաժանված է 3 մասի։ Ամենաարտասովորը բանջարեղենների և մրգերի շուկան է։ Այստեղ ամեն ինչ կա՝ հսկայական բանջարեղեններ, կոկոսներ, մանգո, եգիպտացորեն, տանձ ու խնձոր, ծիրան։ Մարդիկ այստեղ շատ են, բոլորն էլ գոռում են և աղմկում, թափահարում ձեռքերը, բանջարեղենի սեղանի մոտ կարելի է սակարկել,
որտեղից էլ հենց առաջանում է այդ ամբողջ խառնաշփոթը։ Սա իսկական թատրոն է, սակայն դա դեռ սկիզբն է։ Իսկական բեմադրությունը ձեզ սպասում է առջևում։ Ցանկացած վայրում դուք կհանդիպեք փողոցային անվճար թատրոնի։ Նույնիսկ լեզուն չիմանալով դուք անպայման կհասկանաք կրքի բորբոքվածության աստիճանը, որը տիրում է այդտեղ։ Եթե ցանկանում եք հայտնվել հնդկական մշակույթի և մշակութային ժառանգության կախարդական աշխարհը, ապա անպայման այցելեք Դիլլի Հաաթ։ Այս վայրը հանդիսանում է ավանդական գյուղական շուկայի նմանակը, որը հարմարեցված է ժամանակակից պահանջներին։ Այստեղ արհեստագործական ապրանքները վաճառվում են սննդամթերքի կողքին։ Շուկան լի է հնդկական մշակույթի գանձերով, ձեռագործ ապրանքներով և էթնիկական խոհանոցի համեղ պատառներով։ Եթե գյուղական Հաաթը մի վայրից մեկ այլ վայր տեղափոխվող շուկան է, ապա այստեղ տեղափոխվում են հիմնականում արհեստագործները։ Դիլլի Հաաթի հպարտության առարկա են հանդիսանում արհեստագործական ապրանքներով լի ավելի քան 200 տաղավարները, որտեղ վաճառվում են ամբողջ երկրի ազգային ապրանքները։ Ուշագրավ Դիլլի Հաաթը տեղակայված է հարավային Դելլի առևտրային կարևորագույն կենտրոններից մեկում՝ Ինա շուկայի դիմաց։ Հսկայական համալիրը ներկայացնող հողատարածքը վերածվել է առևտրական հրապարակի։ Դիլլի Հաաթն ուղղակի շուկա չէ։ Այստեղ քաղաքի բնակիչները կարող են ավելի մոտիկից ծանոթանալ գյուղական կյանքին և ժողովրդական արվեստին։ Իսկ արհեստագործները կարող են ամեն օր ներկայացնել իրենց մասնագիտական հմտությունները հազարավոր այցելուների։ Ուստի զարմանալի չէ, որ 1994 թվականին իր բացումից ի վեր Դիլլի Հաաթը դարձել է 50,000 արհեստագործների ամենասիրելի վայրը։ Բացի այդ, Դիլլի Հաաթը ցուցահանդես է, հուշանվերների խանութ, որտեղ վաճառում են բազմաթիվ փոքրիկ հուշանվերներ, ինչպես նաև բաց բեմ է մշակութային միջոցառումներ իրականացնելու և ներկայում նաև որպես խաղահրապարակ երեխաների համար։ Եթե ձեզ գրավում են հնաոճ ապրանքները, ապա լավ կլինի այցելել Սունդար Նագար։ Ավելի մատչելի հնաոճ իրեր ձեռք բերելու համար կարող եք այցելել Չանդի Չոուկ։ Դարիբա Կալան Նեղլիկ փողոցում գնորդներին սպասում են բազմաթիվ խանութներ, որոնք ներկայացնում են ոսկյա և արծաթյա իրեր։ Չանդի Չոուկը հայտնի է բազմապիսի թանկարժեք իրերով և սարիներով։ Ուստի այստեղ անպայման պետք է այցելեն նրանք, ում հետաքրքրում է ազգայինը։ Շուկայում կատարելով ձեր անհրաժեշտ բոլոր գնումները, կարող եք տաքսու վարորդին խնդրել հասցնել ձեզ Դելլի առևտրական կենտրոնը, Connaught Place։ Այն կառուցվել է բրիտանացիների կողմից 1933 թվականին։ Այժմ այստեղ են գտնվում հնդկական ընկերությունների գլխավոր գրասենյակները, ինչպես նաև հայտնի ապրանքանիշերի խանութներ։ Կարող եք ժամանակ տրամադրել նաև ոչ թանկ խանութներով և արհեստների կենտրոններով շրջելուն, որտեղ համոզված եղեք, ձեզ կընդունեն ինչպես որ հարկն է, մանրամասն ներկայացնելով գորգերի, հագուստների, համեմունքների և թեյերի ողջ տեսականին և օգտագործման առանձնահատկությունները։ Իսկ երբ ցերեկվա տապին կհաջորդի զով երեկոն, կարող եք այցելել ազգային ռեստորանները, որտեղ կլսեք ազգային երաժշտություն, կհամտեսեք ազգային կերակրատեսակներ, որոնք պատրաստվում են երկրի տարբեր վայրերից եկող խոհարարների կողմից։ Հնդկաստանի տարբեր նահանգների խոհանոցներն ակնհայտորեն տարբերվում են միմյանցից, սակայն Դելիում դրանք բոլորը հնարավոր է փորձել։ Ճաշացուցակում, այնուամենայնիվ, դժվարությամբ կարող եք գտնել տավարի մսից պատրաստած որևէ ուտեստ։ Դրանք հիմնականում հավի, գառան կամ խոզի մսից են պատրաստված։ Եթե ռեստորանը հայտնի է հնդիկների միջին խավի շրջանում, ապա վստահաբար ընտրեք հենց այդ մեկը։ Կարող եք այցելել օրինակ Պարիկրամա ռեստորան, որը գտնվում է երկնակերի 24-րդ հարկում և հայտնի է իր գեղեցիկ դիտահրապարակով։ Այցելեք նաև դեսպանատների շրջակայք, որտեղ կարող եք գտնել թանկարժեք ռեստորաններ, խանութներ, գիշերային ակումբներ, որոնք գրեթե միշտ լցված են արտասահմանցի զբոսաշրջիկներով։
Հանգիստը Հնդկաստանում, դա հանգիստ է մի երկրում, որը լցված է յուրահատուկ բույրով, օժտված է հրաշագեղ բնությամբ, ունի անսահման գեղեցիկ ճարտարապետություն։ Այս երկիրը հսկայական է։ Ընդամենը մի քանի ժամերի ընթացքում դուք կարող եք Հիմալայների սառը օդը փոխել Արաբական ծովի արևադարձային կլիմայի հետ։ Armavia ավիաընկերության օդանավով հասնելով Դելհի, դուք կարող եք հարմարավետ համակցումով մայրաքաղաքից տեղափոխվել դեպի Գոա։ Armavia և հնդկական Air India ավիաընկերությունների համագործակցության շնորհիվ ուղևորներին առաջարկվում են հարմարավետ համակցող չվերթներ դեպի Կաթմանդու, Բանգկոկ, Սինգապուր, Հոնկոնգ, Շանհայ, Օսակա, Տոկիո, Աբու Դաբի, Շարժա, Գոա և Կաբուլ։ Բացի այդ, Armavia ավիաընկերության ճկուն չվացուցակի շնորհիվ այսօր արդեն ուղևորները հնարավորություն ունեն եվրոպական քաղաքներից տեղափոխվել Դելհի որպես միջանկյալ կետ վայրեջք կատարելով Երևանում։ Եթե դուք հոգնել եք քաոսից և իրականում ցանկանում եք հանգստանալ թե հոգեպես և թե ֆիզիկապես, ապա դրա համար պետք չէ մահանալ ու հայտնվել դրախտում։ Կա առավել հաճելի միջոց զգալու դրախտային հանգստությունն ու ներդաշնակությունը։ Դա հանգիստն է Գոայում։ Սա մի հեքիաթային վայր է, որին հնարավոր չէ չսիրահարվել նրա հետ հանդիպման առաջին իսկ պահից։ Անսահման ավազե լողափներ, թափանցիկ օվկիանոս, անամպ երկինք, հնադարյան ճարտարապետություն, խոհանոցային գլուխգործոցներ, տեղացիների ջերմ ու սրտագին ընդունելություն։ Սրանք են այս վայրը բնութագրող հատկանիշները։ Այստեղ են համատեղվում ճոխծովափները, արտասովոր բուսականությունը, հրաշալի և ոչ թանկ խոհանոցն ու գիշերային կյանքի բազմազանությունը։ Սպասարկման բարձր որակը հյուրանոցներում։ Այստեղ ձեզ հաճելիորեն կզարմացնի հյուրանոցի անձնակազմի չափազանց ջերմ ընդունելությունը։ Երբ օդանավակայանից հոգնած հասնում եք հյուրանոց, տպավորություն է ստեղծվում, թե ողջ անձնակազմը սպասում էր հենց ձեր ժամանելուն։ Ընդամենը 10 ռուփի թեյավարձ և հնդիկ սպասարկողները մեծագույն երջանկությամբ ձեր ճամպրուկները հասցնում են հարմարավետ հյուրանոցային համարը։ Հյուրանոցի տարածքով շրջելիս դուք անընդհատ կհանդիպեք մեղվաճան աշխատող անձնակազմին, ովքեր չնայած անընդմեջ աշխատելուն, ամեն անգամ, երբ հանդիպում են ձեզ, ջերմագին բարևում են ու ժպտում։ Բնակլիմայական պայմանները Գոայում բարենպաստ են ջրային զվարճանքներով զբաղվելու համար։ Երկրի բազմադարյա պատմամշակութային ժառանգությունն առիթ է ուշագրավ զբոսանքներ կազմակերպելու համար։ Գոան տարածվում է 7 գետերի վրա։ Նրանք նավարկելի են ամբողջ տարին, որոնցով զբոսաշրջիկներին տանում են տեսարժան վայրեր դիտելու։ Որպես կանոն, զբոսանքի մեջ ընդգրկվում է նաև ճաշը ազգային ռեստորանում։ Գոայի խոհանոցը միաժամանակ և յուրահատուկ է և շատ ունիվերսալ։ Ազգային խոհանոցի հիմնական բաղադրատարերն են համեմունքները, կոկոսն ու կոկոսի յուղը, բանջարեղենն ու մրգերը, ձկնեղենն ու ընդհանրապես ծովամթերքը։ Ի դեպ, Գոայում կան ռեստորաններ, որոնք հայտնի են իրենց ծովային տեսականիով։ Այդպիսիներից է օրինակ հարավային Գոայում գտնվող Պենտագոն ռեստորանը, որտեղ դուք կարող եք ճաշակել նաև թոնրի մեջ պատրաստված ծովային հիանալի ուտեստներ։ Չէ որ օվկիանոսը, բազմաթիվ գետերն ու լճերը Գոայում հնարավորություն են ընձեռում ունենալ ծովային բարիքների ամենօրյա թարմ ու բազմազան տեսականի։ Ընդհանրապես, վերջին 30 տարիների ընթացքում Գոայում բավականին շատ խորտկարաններ են բացվել, որտեղ կարելի է համտեսել Հնդկաստանի տարբեր նահանգների խոհանոցներին պատկանող ուտեստներ։ Գոան հարուստ է բնության գեղեցկություններով։ Կղզիներ, ջրվեժներ, ջունգլիներ, լճակներ, համեմունքների ցանքատարածքներ, այս բոլորը բաց են ձեզ համար։ Չզարմանաք, երբ բնության որևէ գողտրիկ անկյունում սկիզբ առած փոքրիկ ջրվեժի տակ տեսնեք բազմաթիվ հնդիկ երիտասարդների, ովքեր եկել են այստեղ, ճակերտավոր ասած, ցնցուղ ընդունելու։ Գոա կոչվող դրախտավայրը հատում են գետերը և շրջապատում երկար արևով լի ծովափները։
Շրջելով Գոյայի ափագծով հյուսիսից հարավ, դուք կգտնեք բոլոր երանգների ավազ, վառ դեղենից մինչև արծաթագույն սպիտակը։ Ավելին, ամենամաքուր եւ հարմար ծովափներն աշխարհում գտնվում են Գոյայում։ Իսկ երեկոյան մեղմ քամին, բարձր աստղազարդ երկինքը, ալիքների օրորոցայինն ասես հիշեցնում են հնդկական կրոնական հավատալիքներում հիշատակվող Նիրվանայի մասին։ Գոան ոգեշնչում է, այն ավելին է, քան ուղակի հանգստի վայրը։ Այն առասպելական հեքիաթ է, որն իրականություն է դառնում։ Գոյայում շատ են տոնակատարությունները։ Որպես կանոն, քրիստոնեական տոները նշվում են կոնկրետ օրերին, իսկ հինդուիստականները կախված են լույսնային օրացույցից, որը շարժական է։ Գոյայում գտնվելու ժամանակահատվածում մենք ականատես եղանք Հնդկաստանի անկախության օրվան նվիրված տոնախմբությանը, որը նշվում է յուրաքանչյուր տարի օգոստոսի 15-ին։ Հյուրանոցում, որտեղ անգրվանել էինք, մեծ շուքով նշվեց Հնդկաստանի համար այս կարևորագույն տոնը։ Հետաքրքիրն այն է, որ տոնի առթիվ բոլորը, այդ թվում եւ հյուրանոցի ղեկավարությունը, քայլեցին դեպի ծովափ մասնակցելու նրա մաքրության աշխատանքներին։ Սա եւս ապացույցն է այն իրողության, որ հնդիկ ժողովուրդը պաշտում է բնությունը, համարելով իրեն այդ բնության մասնիկը։ Գոան Հնդկաստանի ամենագեղատեսիլ եւ լավագույն համաշխարհային հանգստավայրերից մեկն է, որն արդարացիորեն ստացել է հնդկական ափի Մարգարիտ անվանումը։ Այն Հնդկաստանի ամենափոքր, բայց յուրահատուկ նահանգն է։ Հայտնվելով այս վայրում, դուք միանգամից կնկատեք այն տարբերությունը, որով այս նահանգն առանձնանում է Հնդկաստանից ընդհանրապես։ Գոան պայմանականորեն բաժանվում է երկու մասերի՝ հյուսիսային եւ հարավային։ Ի սկզբանե զբոսաշրջությունը սկսել է զարգանալ հյուսիսային Գոայում։ Այստեղ հիմնականում հանգստանալու էին գալիս Ամերիկայի եւ Եվրոպայի առաջադեմ երիտասարդությունը, պարելու եւ զվարճանալու երաժշտության ռիթմերի ներքո։ Չէ որ հենց Գոայում է առաջացել երաժշտական երիտասարդ գոհատրանս ոճը։ Եթե դուք պարելու սիրահար եք, ապա ձեզ կզարմացնեն նաև պարային երեկույթները ծովափին, որտեղ հավաքվում են 100 հազարավոր մարդիկ ամբողջ աշխարհից հիանալու մայրամուտով, շփվելու միմյանց հետ, վայելելու օվկիանոսն ու երաժշտությունը։ Բազմաթիվ ոչ խոշոր հյուրանոցներն ու հանգստյան տներն այստեղ թանկ չեն։ Սննդի վայրերում կարող եք ճաշակել համեղ ուտեստներ առանց էական վնաս պատճառելով ձեր գրպանին։ Կան բազմաթիվ սրճարաններ, խանութներ, գիշերային ակումբներ։ Այստեղ է հանրահայտ գիշերային շուկան։ Հարավային Գոայում բացակայում է այն աշխուժությունն ու շարժումը, ինչպիսին տիրում է հյուսիսում, սակայն այստեղ են գտնվում լավագույն ավազե ծովափները։ Հարուստ բուսականությունը շրջապատում է առանձնատները, ասես դրանք դուրս եկած լինեն հնագույն պորտուգալական բնապատկերներից, որից էլ հեքիաթային տպավորություն է ստեղծվում։ Հարավային Գոայում տեղակայված հյուրանոցները ըստ հնդկական չափանիշների համարվում են թանկարժեք։ Գոայի այս հատվածն առավել հանրահայտ է միջին խավի եվրոպացիների շրջանում։ Այստեղ են գալիս հանգստանալու նաև մեծահարուստ հնդիկները։ Այս վայրը շատ հարմար է բոլոր նրանց համար, ովքեր փորձում են փախչել խառնաշփոթից եւ միայնակ մնալ բնության հետ։ Ծովը, արևը, համեմունքների բույրերով ներծծված օդը, որոնք աճում են այս աստվածատուր հողում, ինքնատիպ խոհանոցն ու հյուրընկալ տեղաբնակները ձեզ են սպասում հարավային Գոայում։ Գոայի հենց կենտրոնական հատվածում ծովն են թափվում երկու գետեր, առանձնացնելով նրա կենտրոնական մասը։ Հենց այստեղ է գտնվում Գոա նահանգի վարչական կենտրոնը՝ Փանաջին։ Ինչպես Գոայի քաղաքների մեծ մասում, Փանաջիի կենտրոնը ևս եկեղեցի ունեցող հրապարակ է, որը կառուցվել է 1541 թվականին։ Սկզբում ծառայել է որպես փարոս նավերի համար, որոնք այստեղ են եկել Լիսաբոնից երկարատև ծովագնացությունից հետո։ Բազմաթիվ տաճարների, եկեղեցիների, մզկիթների եւ սրբավայրերի առկայությունն անկասկած հաստատում է կարծիքն այն մասին, որ հավատը կարևոր տեղ է զբաղեցնում Գոայի բնակիչների շրջանում։ Չնայած նրանց հավատալիքների բազմազանությանը, նրանք ապրում են կատարյալ համաձայնության եւ ներդաշնակության մթնոլորտում։ Գոայի եկեղեցիներն ու տաճարները ոչ միայն աղոթավայրեր են, այլև հայացքը շոյող ճարտարապետական տեսարժան վայրեր, որտեղ յուրաքանչյուրն իր հանգստությունը կգտնի։ Նրանց այցելում են ոչ միայն տեղաբնակները, այլև զբոսաշրջիկները, ովքեր այստեղ են գալիս տարբեր շրջաններից։ Հին Գոան պորտուգալացիների հնագույն մայրաքաղաքն է, որը տեղակայված է Փանջիմ գետի հոսանքով ավելի վեր եւ ասես թանգարան լինի բաց երկնքի տակ։
16-րդ դարի գեղեցիկ այս քաղաքն իր շքեղությամբ եւ հարստությամբ մրցակցում է եվրոպական քաղաքների հետ։ Այն այնքան գեղեցիկ է, որ ժամանակին առաջացել է, ով տեսել է Գոան, Լիսաբոնը տեսնելու անհրաժեշտությունը չունի արտահայտությունը։ Սակայն երբեմնի մայրաքաղաքն այսօր նույնիսկ քաղաք չի հիշեցնում։ Այն նման է փոքրիկ ավանի, որ շրջապատված է հրաշագեղ վանքերով եւ մենաստաններով։ Իր գեղեցկությամբ գերում է Սուրբ Եկատերինայի տաճարը, որի շինարարությունը տևել է ավելի քան 100 տարի։ Այն պորտուգալացիների կողմից այստեղ կառուցված առաջին տաճարն է։ Այն քրիստոնեական եկեղեցի է, որը կառուցվել է վերածննդի դարաշրջանի ճարտարապետության ոճով։ Այն գրավում է իր ոսկեպատ խորանով եւ հնդկական ոճի գմբեթով։ Տաճարի զանգը ամենամեծն է Գոայում եւ իր հնչողության համար ստացել է ոսկյա անվանումը։ Մոտակայքում է գտնվում ճարտարապետական մեկ այլ գլուխգործոց՝ Բոմի Հիսուսի տաճարը, որը կառուցվել է 16-րդ դարում բարոկկո ոճով։ Այն հայտնի է ամբողջ կաթոլիկ աշխարհում, քանի որ այստեղ են հանգրվանել Հնդկաստանի առաքյալ Սուրբ Ֆրանցիսկ Քսավիերիի մասունքները։ Այստեղ է գտնվում այս սրբի սպիտակ մարմարից կառուցված դամբարանը։ Նրա մասունքները ցուցադրվում են 10 տարին մեկ անգամ։ Ամենամոտ ժամանակը 2014 թվականի դեկտեմբերն է։ Ամենառոմանտիկ վայրը Գոայում Դոննա Պաուլայի ժայռաբլուրն է իր նույնանուն ծովափերի շարքով։ Այս վայրի հետ է կապված գեղեցիկ պատմությունը հնդկական Ռոմեոյի եւ Ջուլիետի մասին։ Այս երկուսը խելացնոր սիրում էին միմյանց, բայց կրոնական ավանդույթներից ելնելով նրանք չէին կարող ամուսնանալ, քանի որ տարբեր կաստաների էին պատկանում։ Այդ ժամանակ սիրահարները բարձրանում են ժայռի գագաթը եւ ընկնում օվկիանոսի ալիքների մեջ, հավերժ միացնելով իրենց սրտերը։ Այստեղից էլ այս վայրը ստացավ այս զույգի անունը։ Եթե ցանկանում եք տեղափոխվել Հինգուայի գյուղական առօրյան, ապա այցելեք Bigfoot կոչվող վայրը, որտեղ ձեզ համար ամբողջությամբ կբացահայտվի Գոայի գյուղական կյանքի էությունը։ Այս գողտրիկ անկյունը Գոայի ադամանդն է, որտեղ վեր են հառնում հին ժամանակների գյուղական պատկերները, թե ինչպես են այս գյուղի բնակիչները գոյատևել բնության մեջ, զբաղվել արհեստով, անասնաբուծությամբ, ձկնորսությամբ։ Այստեղ կարող եք գտնել նաև Հնդկաստանի ամենաերկար հորիզոնական քանդակը։ Սակայն, եթե հավատում եք հնդկական լեգենդների ուժին, ապա բաց չթողնեք հնարավորությունը այցելելու այստեղ գտնվող մի քարանձավ, որտեղ ըստ առասպելի, հպվելով դաջված ոտնահետքին, կարող եք ցանկություն պահել։ Մուտքի մոտ պատին փակցված նամակները վկայում են այն մասին, որ այդ ցանկությունները իրականանում են։ Գոայի տեսարժան վայրերից է նաև Ագուադա ամրոցը, որը կառուցվել է 1612 թվականին պորտուգալացիների կողմից Մանդովի գետի ափին։ Այն կարևոր կանգառ էր համարվում Եվրոպայից եկող նավերի համար, որտեղ նավաստիները կարող էին հանգստանալ եւ լրացնել խմելու ջրի պաշարները տեղի աղբյուրներից։ Ամրոցը նաև պաշտպանում էր Գոան թշնամու հնարավոր ծովային հարձակումներից, եւ իր ամբողջ պատմության ընթացքում ամրոցը երբեք չի հանձնվել թշնամուն։ Մեծամասամբ դրան նպաստել է նրա բլրի գագաթին գտնվելու դիրքը եւ 5 մետրանոց պարիսպը։ Ամրոցի պատերից հրաշալի տեսարան է բացվում։ Ամրոցը զարդարում է նաև քառահարկ սպիտակ քարից կառուցված աշտարակը, որը կառուցվել է 1864 թվականին եւ որպես այդպիսին միայնակն է այդ տարածաշրջանում։ Այսօր այս համալիրի մեծ մասը զբաղեցնում է գործող բանտը, որը փակ է այցելուների համար, սակայն ամրոցն ինքնին բավականին գեղատեսիլ վայր է զբոսանքի համար։ Այն բաց է այցելուների համար ամեն օր։ 1510 թվականին Ասիայում լուրջ պայքար էր մղվում համեմունքների շուկան գրավելու ուղղությամբ։ Պորտուգալացիներին անհրաժեշտ էր սեփական նավահանգիստը Հնդկաստանում, եւ ի վերջո երկար պայքարից հետո նրանց հաջողվեց գրավել նրա հրաշագեղ հատվածը՝ Գոան։ Շուտով Գոան դարձավ ամենախոշոր առևտրական կենտրոնը։ Նրա նավահանգիստների միջոցով դուրս էին բերվում հսկայական քանակությամբ համեմունքներ։ Այսօր այդ համեմունքների այգիները բաց են զբոսաշրջիկների համար։ Յուրաքանչյուր ցանկատարածքի այցելություն դա անմիջական շփում է ամենատարբեր համեմունքների եւ էկզոտիկ մրգերի հետ։ Գուավայի, պապայայի,
արքայախնձորի, թթու եւ քաղցր կիտրոնների հետ։ Այստեղ դուք կարող եք տեսնել գրեթե բոլոր այն համեմունքները, որ օգտագործում եք ձեր խոհանոցում, եւ չեք էլ պատկերացնում, թե բնության մեջ այն ինչ տեսք ունի։ Այստեղ իրար կողքի աճում են կծու չիլին, քաղցր վանիլինը, բուրումնավետ մեխակը, դարչինի ծառը, սուրճը, պղպեղի բոլոր տեսակները։ Ուղեկցորդը ձեզ կպատմի թմրեցնող հատկություն ունեցող մի պտղի մասին, որի օգտագործումն արգելված չէ Հնդկաստանում։ Այդ նույն վայրկյանին նրա օգնականը մագլցելով ծառնի վեր ձեզ համար կքաղի այդ պտղից, այնպես որ կարող եք հենց տեղում համոզվել նրա թմրեցնող հատկության մեջ։ Զբոսանքի վերջում ձեզ սպասվում է համեղ ճաշ, որը դասավորված է բանանի տերևների եւ եղեգներից պատրաստված ափսեների մեջ։ Չմոռանամ ասել, որ համեմունքների այգիներում դուք կարող եք հանդիպել նաեւ փղերի, որոնք լողանում են ցանկատարածքում հոսող գետերում։ Ցանկության դեպքում դուք կարող եք ինքներդ լողացնել նրանց։ Ընդհանրապես Հնդկաստանում փղերի նկատմամբ վերաբերմունքն ապշեցուցիչ է։ Համաձայն հնդկական ավանդույթների, յուրաքանչյուրն ով կփորձի վնասել այս սուրբ կենդանիներին, անիծված է։ Գոայում են գտնվում ամենագեղեցիկ հինդուիստական տաճարները։ Դեպի ցանկատարածքներ տանող ճանապարհին կարող եք այցելել Մանգեշի հրաշագեղ հինդուիստական տաճարը։ Այն նվիրված է Շիվա աստծուն, ուստի տաճարի ներսում դուք կարող եք տեսնել նրա շատ գեղեցիկ արձանները։ Չմոռանաք տաճարի մուտքի մոտ գնել ծաղիկներ, որոնք պետք է նվիրաբերել Շիվային։ Աշխատեք չգերվել այդ գազարագույն ծաղիկների բույրով։ Մի գցեք դրանք ձեր ձեռքերին կամ պարանոցին։ Ծաղիկները նվիրաբերելիս դրանք պետք է մաքուր լինեն։ Եվ հիշեք, հինդուիստական տաճարներ կարող եք մտնել միայն ոտաբոբիկ։ Երբեմն թվում է, թե Գոան անցել է դարերի միջով, սակայն պորտուգալական թագավորությունը քնած է եղել։ Այստեղ երբևիցե գոյություն ունեցող մշակույթներից յուրաքանչյուրն իր անկրկնելի եւ ներդաշնակ հետքն է թողել այս վայրի գրավչության մեջ։ Ոչ մի այլ երկրում դուք այսպիսի վայրի չեք հանդիպի։ Իսկ լինելով Գոայում մեկ անգամ, դուք անպայման ցանկություն կունենաք կրկին վերադառնալ այստեղ։ Goa has been and is a very famous tourist destination for other people of all over the world. Especially the Europeans and Russians have been coming here in a big way. And Goa has a lot to show to the world. We have beautiful beaches. We have a lot of heritage monuments in the form of old Goa and other churches and temples. The Goa's beauty also gets enhanced and changes as per the various seasons. Like in the rainy season, you will find a lot of greenery all along. In the winters, there is much more other facets of Goa which you can see, a lot of birds which come down to Goa or migration. So there are various facets of Goa in various seasons also. I think this is a very good tourist destination for anybody. The rates of hotels and accommodation are also very reasonable compared to other parts of the world. So I invite all Armenians to come down to Goa and enjoy their holidays. Thank you. Հնդկաստանն աշխարհի մարգարիտներից մեկն է, որպեսզի ամբողջությամբ զգաք այս երկրի հրաշագեղությունն ու հոգևոր արժեքը, անհրաժեշտ է գոնե մեկ անգամ այստեղ լինել։ Հավատացեք, դրա համար արժե ապրել եւ միջոցներ հավաքել։ Հնդկաստանը նման չէ եւ ոչ մի պետության, նրան ոչ մեկի հետ չես համեմատի։ Սա ոչ թե ուղղակի մեկ այլ երկիր է, այլ մեկ այլ մոլորակ։ Քանի անգամ էլ մարդ եղած լինի Հնդկաստանում, միևնույն է, նրան հաջողվում է կրկին անգամ հայտնաբերել այդ երկիրն իր համար։ Դեպի Հնդկաստան տանող ճանապարհին հույս կա հանդիպելու ինքդ քեզ հետ։ Paris.